Իսրայելի զորքերն ու տանկերն արդեն Գազայի խորքերում են։ Իսկ պաղեստինցիները շարունակում են զանգվածաբար լքել ավերված բնակավայրը։ Իսրայելի լայնածավալ հարձակումից առաջ Գազա քաղաքի բնակչության թիվը կազմում էր 1 միլիոն։ Վերջին օրերին, ըստ իսրայելական աղբյուրների, քաղաքից 350,000 մարդ լքել է իր տունը։ Իսրայելի զինվորականները հաստատել են վերջին մի քանի օրերի ընթացքում նախքան ցամաքային զորքերի մուտքը, ռազմաօդային ուժերը եւ հրետանային ստորաբաժանումները ավելի քան 150 հարված են հասցրել քաղաքին։ Հարվածները թիրախավորել են բարձրահարկ աշտարակներ, վրանային ճամբարներով խիտ բնակեցված տարածքներում, որտեղ ապաստան են գտել հազարավոր պաղեստինցիներ։ Իսրայելը պնդում է, որ աշտարակները եւս Համասի հենակետերն են։ Անցյալ գիշերվա հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 16 մարդ, իսկ նախորդ օրը 68, այդ թվում կանայք, երեխաներ։ Իսրայելը հարվածել է անգամ Նուսեյրաթի փախստականների ճամբարի տներից մեկին, սպանելով 3 մարդու, այդ թվում հղի կնոջ։ Իսրայելի պաշտպանության նախարարը X-ի իր էջում գրել է. «Գազան կրակի մեջ է։ Բանակը երկաթե բռունցքով հարվածում է ահաբեկչական ենթակառուցվածքներին, նաև պայմաններ ստեղծում պատանդների ազատ արձակման համար»։ Իսրայել կացը նախազգուշացրել է, չեն թուլացնի ճնշումը, մինչև չհասնեն բոլոր նպատակներին։ Ընդամենը 1 ամիս, վստահեցնում են Իսրայելից, 1 ամիս կպահանջվի Գազա քաղաքի ամբողջական գրավման համար։ ՄԱԿ-ի հանձնաժողովը անկախ հետաքննության արդյունքում եկել է այն եզրահանգման, որ Իսրայելը Գազայի հատվածում պաղեստինցիների նկատմամբ ցեղասպանություն է գործել։ Ցեղասպանական սահմանված 5 գործողություններից 4-ն արդեն իրագործվել են Գազայում։ Պաղեստինցիներին մարմնական լուրջ վնասվածքներ կամ մտավոր վնաս են պատճառել, նրանց սպանել, միտումնավոր ստեղծել կյանքի այնպիսի պայմաններ, որոնք ուղղված են տեղաբնակների լրիվ կամ մասնակի ֆիզիկական ոչնչացմանը, նաև պաղեստինցիների միջավայրում մանկածնությունը կանխելուն միտված միջոցներ են իրականացրել։ Իսրայելի արտգործնախարարությունը հանձնաժողովի մեղադրանքն անվանել է կեղծ զեկույց, սակայն փաստերն են հակառակի մասին խոսում։ Օգոստոսի վերջին Սննդամթերքի անվտանգության գնահատման միջազգային նախաձեռնության կոմիտեն եկել էր այն եզրահանգման, որ Գազա քաղաքում ավելի քան 514,000 մարդ հայտնվել է ծայրահեղ սովի պայմաններում։ Այդ տարածաշրջանում սովի մակարդակի գնահատականը առաջին անգամ բարձրացվել էր մինչև 5-րդ աստիճանի, որը սննդի անվտանգության վատագույն մակարդակն է։ Իսկ Իսրայելում իսպառ հերքում էին սովի մասին գնահատականները։ ՄԱԿ-ի միջազգային դատարանը քննում է ցեղասպանության վերաբերյալ Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցը, որը ներկայացվել է 2023 թվականի վերջին։ Ցավոք, այդ գործով վճռի հրապարակման համար կարող են պահանջվել տարիներ։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։